Բարև, աշխարհ, որում հողը բառացի այրվում է ոտքերի տակ, իսկ հրաբուխները ժայթքում են այնպիսի ուժգնությամբ, որ դրանք տեսանելի են անգամ տիեզերքից։ Սա Իոն է, Յուպիտերի արբանյակներից մեկն ու արեգակնային համակարգի հրաբխային ամենաակտիվ օբյեկտը։ Ու վերջերս այս հրեգունդը գիտնականներին նոր անակնկալ է մատուցել։ NASA-ի Juno տիեզերական սարքը, որը Իոյի վրայով թռչել է 2023 թվականի դեկտեմբերին ու 2024 թվականի փետրվարին, անոմալիաները ֆիքսել արբանյակի գրավիտացիոն դաշտում։ Ու ինչը զարմանալի է, տվյալները ցույց են տվել, որ Իոյի մակերևույթի տակ գոյություն ունի մագմայի գլոբալ օվկիանոս։ Սա հերքում է տեսությունը, որին գիտնականները հետևում էին տասնամյակներ շարունակ։ Ինչպես է հաջողվել իրականացնել այս հայտնագործությունը։ Ամբողջ հարցը նրբագույն չափումներ անցկացնելու մեջ է։ Ջունոն հետևել է Իոյի գրավիտացիայի փոփոխություններին, որոնք գրեթե աննկատելի շեղում էին սարքի հետագիծը։ Այս շեղումները ֆիքսվել են երկիր հաղորդող ռադիոազդանշաններում։ Այսպիսի տատանումները կարելի է համեմատել նրա հետ, թե ինչպես է բժիշկը սրտի զարկերակով որոշում օրգանիզմի վիճակը, սակայն այս դեպքում գործ ունենք մի ամբողջ երկնային մարմնի հետ։ Մինչև այժմ գիտնականները կարծում էին, որ Իոյի մակերևույթի տակ թաքնված է հեղուկ մագմայի ահռելի օվկիանոս, որն էլ սնուցում է հրաբուխները։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ դա այդպես չէ, այդ դեպքում որն է նման հզոր հրաբխային ակտիվության պատճառը։ Պատասխանը այն գրավիտացիոն մասաժն է, որը Յուպիտերն անում է Իոյին։ Արբանյակի ուղեծիրը իդեալական կլոր չէ, ինչը նշանակում է, որ հեռավորությունը գազային հսկայից անընդհատ փոխվում է։ Արդյունքում Յուպիտերի գրավիտացիոն ուժերը բառացի ճմբլում են Իոն մինչև 100 մետր բարձրացնելով ու իջեցնելով մակերևույթը։ Այս երևույթը կոչվում է մակընթացային ջերմացում, ու հենց դա է առաջացնում արբանյակի ընդերքը հալեցնելու համար անհրաժեշտ էներգիան։ Բայց եթե մագմայի գլոբալ օվկիանոս չկա, ինչպես են տեղի ունենում ժայթքումները։ Գիտնականները ենթադրում են, որ Իոյի ներսում թաքնված են տարբեր խորությունների վրա ցրված մագմատիվ ռեզերվուարներ։ Հնարավոր է ավելի խորը շերտերում մագման այնքան խիտ է ու երկաթով հագեցած, որ այն չի բարձրանում վերև, իսկ հնարավոր է, որ մենք դեռ չենք հասել այս հանելուկի լուծմանը։ Հայտնագործությունը նաև հարցականի տակ է դնում Յուպիտերի մյուս արբանյակների մասին մեր պատկերացումները։ Օրինակ Եվրոպան, ինչպես ենթադրվում է, ունի հեղուկ օվկիանոս սառցե կեղևի տակ։ Ինչու է ջուրն այնտեղ կուտակվում, իսկ մագման Իոյում ոչ։ Պատասխանը հավանաբար խտությունն է։ Ջուրը սառույցից ծանր է ու մնում է կեղևի տակ, իսկ մագման հակառակը ձգտում է դուրս պրծնել։ Իոն կրկին ցույց է տալիս, թե որքան քիչ բան մենք գիտենք մեր տիեզերական հարևանության մասին։ Սակայն մի բան կարելի է ասել վստահ. յուրաքանչյուր նոր չափում ավելի է մոտեցնում մեզ տիեզերքի նոր գաղտնիքների բացահայտմանը։ Ժամանակի հորիզոնից այն կողմ հնագույն դարաշրջանների խավարում արեգակը այնպիսի հզոր բռնկում է ունեցել, որ անգամ 14000 տարի անց երկրի վրա մնացել են այդ իրադարձության հետքերը։ Հենց այդպիսի հնագույն արխիվներն են օգնել գիտնականներին հայտնաբերել այսպես կոչված միակե իրադարձությունը՝ հազվագյուտ հզոր արեգակնային փոթորիկ, որը տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ մոտավորապես 12350 տարի առաջ։ Սա հայտնի պատմության մեջ հզորագույն արեգակնային փոթորիկն է։ Այս տիեզերական փոթորիկն այնքան ինտենսիվ էր, որ այդ ժամանակներում աճող ծառերի մեջ այն թողել է ռադիոածխածնի կտրուկ աճի նշաններ, ու չնայած այն ժամանակ սարքավորումներ չկային, ինքը բնությունը ֆիքսել է այս իրադարձությունը։ Ուսումնասիրելով հետքերը Sokol 14C EX նորագույն մոդելի միջոցով գիտնականները եկել են հետաքրքիր եզրակացության։ Այս բռնկումը գրեթե 20%-ով ավելի հզոր էր, քան մեր թվարկության 775 թվականին տեղի ունեցած հռչակավոր իրադարձությունը։ Իսկ 2005 թվականի արեգակնային բռնկումից այն հզոր էր 537 անգամ։ Կոնկրետ ինչ է տեղի ունեցել այդ հնագույն դարաշրջանում։ Ամենայն հավանականությամբ հունվարի ու ապրիլի միջև, իսկ ավելի հստակ մարտի սկզբին, արեգակը ժայթքել է բարձր էներգետիկ մասնիկներից ահռելի հոսք, որոնք ռմբակոծել են երկրի մթնոլորտը ռեակցիայի մեջ մտնելով ազոտի և թթվածնի հետ։ Արդյունքում մթնոլորտում առաջացել է ռադիոածխածին, որը շուտով նստել է բուսականության վրա ու մնացել այնտեղ հազարամյակներով։ Այսօր այդ հետքերը կարդացվում են որպես քրոնիկոն, որը պատմում է մեր մոլորակը։ Միակե իրադարձությունները ոչ թե ուղղակի տիեզերական պատմության հետաքրքիր դրվագներ են, այլ բարձր ճշգրտության գործիքներ հնագիտության համար։ Հենց դրան շնորհիվ են գիտնականները կարողացել ճշտել Հյուսիսային Ամերիկա վիկինգների ժամանման ժամկետները։ Այս բռնկումները ծառայում են որպես յուրահատուկ ժամանակային փարոսներ։ Իսկ ինչ են նշանակում դրանք մեզ համար այսօր։ Հնարավոր է նման իրադարձությունները տեղի ունենում ավելի հաճախ, քան մենք կարծում ենք, ու 21-րդ դարում նման փոթորիկը կբերի ահռելի հետևանքների, արբանյակների ու էլեկտրական ցանցերի շարքից դուրս գալուց մինչև գլոբալ հեռահաղորդակցության խաթարում։ Այնպես որ միակե իրադարձությունների ուսումնասիրությունը ոչ միայն հայացք է դեպի անցյալ, այլ կարևոր նախազգուշացում ապագայի համար։
Շատ մեծ հավանականությամբ մենք ապրում ենք սև խոռոչի ներսում, բայց ի տարբերություն սովորական սև խոռոչի, մեր դեպքում իրադարձությունների հորիզոնը շրջապատում է մեզ բոլոր կողմերից։ Այս շաբաթվա գիտական տերմինը հորիզոնի կոմպլեմենտարությունն է։ Կոմպլեմենտարությունը քվազի-դասական ֆիզիկայում նույն սև խոռոչի կոմպլեմենտարության շարունակությունն է։ Հիշեցնենք, որ սև խոռոչի կոմպլեմենտարության համաձայն հեռվում գտնվող դիտորդի ու սև խոռոչն ընկնող դիտորդի դիտարկումների արդյունքները լրիվ տարբեր կլինեն։ Հեռվում գտնվող դիտորդը կտեսնի, որ սև խոռոչին մոտեցող իր գործընկերն ուղղակի այրվում է իրադարձությունների հորիզոնին։ Այն դեպքում, երբ սև խոռոչին մոտեցող դիտորդն իր տեսանկյունից չի այրվի, այլ կհաղթահարի իրադարձությունների հորիզոնն ու կընկնի սև խոռոչի մեջ։ Միմյանց հակասող այս երկու դիտարկումներն առանձին ճիշտ են, սակայն եթե փորձենք դրանք համատեղել, սա քվանտային մեխանիկայի սովորական կոմպլեմենտարության սկզբունքն է, երբ ճշգրիտ հայտնի են կոորդինատները, ապա լրիվ անորոշ է իմպուլսը եւ հակառակը։ Երբ ճշգրիտ հայտնի է, թե ինչ է տեսնում հեռվում գտնվող դիտորդը, ապա այդ դիտորդի տեսանկյունից լրիվ անորոշ է, թե ինչ է տեսնում ընկնողը եւ հակառակը։ Սև խոռոչի կոմպլեմենտարությունը հնարավոր է դարձել տիեզերական մասշտաբներ տեղափոխել մեր տիեզերքի արագացմամբ ընդլայնման շնորհիվ։ Արագացմամբ ընդլայնումը որոշ հեռավորության վրա գտնվող ցանկացած մարմնի, այդ թվում լույսի համար անհնար է դարձնում երկրի վրա գտնվող դիտորդին հասնելը։ Արդյունքում ամբողջ տիեզերագիտական հորիզոնն այդ դիտորդի համար վերածվում է սև խոռոչի իրադարձությունների հորիզոնի նման սահմանի։ Ու կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն շրջակա դիտարկելի տիեզերքն ուսումնասիրող դիտորդի համար տիեզերագիտական հորիզոնից այն կողմ գտնվողը լրիվությամբ անորոշ է, նույն կերպ ինչպես սև խոռոչն ընկնող դիտորդի համար է անորոշ այն, թե ինչ է տեսնում հեռվում գտնվող դիտորդը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։